Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, ապաշխարության մասին է։ Մեղքերի թողություն, փրկություն, հավիտենական կյանք։ Եվ սա կարևորագույն նյութերից է, որի մասին ես անդադար խոսում եմ։ Պիտի ընթերցանեմ Հռոմեացիներին ուղղված 10-րդ գլուխ 8-ից 13-րդ խոսքերը։ Սակայն ինչ է ասում։ Մոտիկ է խոսքը քո բերանում եւ քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որ եթե քո բերանով Տեր Հիսուսին դավանես եւ քո սրտում հավատաս, թե Աստված նրան մեռելներից հարություն տվեց, պիտի փրկվես, որովհետեւ սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Գիրքն ասում է. ով հավատա նրան չի ամաչելու, որովհետեւ խտրություն չկա հրեայի եւ հեթանոսի մեջ։ Նույն Տերը բոլորի Տերն է, գթառատ բոլոր նրանց հանդեպ, որոնք կանչում են նրա անունը, որովհետև ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Սա Տիրոջ խոսքն է։ Եվ շատ անգամներ, երբ որ առիթ եմ ունենում բաժնեցելու այս խոսքերը անհատների հետ, որ անձնապես խոսում եմ, ավետարանչություն եմ անում եւ առանձին խոսում ենք եւ գալիս ենք այն կետին, որ բա փրկությունը ոնց է լինելու, ես միշտ բացում եմ այս խոսքերը եւ կարդում եմ եւ ասում եմ, սա է պահանջը Տիրոջ։ Պետք է որ սրտովդ հավատաս, որ քո մեղքերի փոխարեն Հիսուս Քրիստոս խաչվեց, մահացավ եւ հարություն առավ եւ ինքը գինը վճարեց եւ դու իրան ես պատկանում եւ պիտի հավատաս, որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առավ։ Միայն այս խոսքերը բավարար են քո փրկության համար։ Իհարկե սրտով հավատաս, ոչ թե շուրթերով միայն։ Եվ մարդիկ ասում են, այսքան հեշտ, մեր փրկությունը այսքան հեշտ է, եւ ասում եմ, այո, սրանից հեշտ տարբերակ չկա, ուղղակի մաքուր անկեղծ հավատք, որ իհարկե դու գիտես, որ դու մեղավոր ես, եւ դրա համար շատ մեծ բան պետք չի, մարդիկ գիտնականներ պետք չեն, որ գան քեզ համոզեն, որ դու մեղավոր ես, դու գիտես, որ դու մեղավոր ես։ Եվ Տերն ասում է, դու իմանալով, որ մեղավոր ես, քեզանից մի բան հասնեմ, խոստովանի եւ ընդունի, որ ես քեզ համար եմ մահացել։ Շատ հեշտ է խոստովանությունը, բայց հարց, ինչի մարդիկ չեն ապաշխարում։ Շատ հեշտ է, բայց չեն ապաշխարում։ Պատճառներից մեկը գտել եմ, որի հետ ես շատ առնչվում եմ իմ ավետարանչության ընթացքում տարբեր ընտանիքների հետ հարաբերվելով, ես այդ մի պատճառը առանձնացրել եմ, որի մասին ուզում եմ, որ հիմա խոսեմ։ Օրինակ, ընտանիքի մեջ կան 4-5 հոգի, եւ ոչ մեկը ապաշխարած չի։ Ըստ Տիրոջ խոսքի չի ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ չի դավանել Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մեռելներից հարությունը, իր մեղավորությունը եւ ոչ մեկ ապաշխարած չլինելով, այսինքն սա նշանակում է, եթե դու չես ապաշխարել, դու անեծքի տակ ես։ Որովհետև մեղքի պատճառով ամբողջ աշխարհը եւ մարդիկ եւ կենդանիները եւ բնությունը անեծքի տակ է գտնվում։ Եվ այդ անեծքը վերցվում է մեր վրայից, երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ըստ Տիրոջ խոսքի, մեր խոստովանությունից հետո։ Եվ այս ընտանիքը, որ անեծքի, թշվառության, կախարդության, հայհոյանքի, այն ամենավատ բաների, ինչ որ սատանան կարա անի, այդ իշխանության տակ է գտնվում, եւ ամուսինն ասում է, այ որ կինս ապաշխարի, այդ ընտանիքը կօրհնվի։ Կինը ասում է, որ ամուսինս ապաշխարի, մենք էլ պրոբլեմ չենք ունենա։ Հարցը ասում է, այ որ կեսուրս ապաշխարի, մեր տան պրոբլեմը կեսուրս է։ Կեսուրն ասում է, այ որ փեսաս ապաշխարի, փեսան ասում է, այ որ զոնքաչս ապաշխարի, եւ այսպես էս վերջ չունի, եւ բոլորը մեղքի ու մահվան իշխանության տակ նստած այդ թշվառության մեջ սպասում են, որ ինչ-որ մեկը պետք է ապաշխարի, որ իրանք օրհնվեն ու փրկվեն։ Սիրելիներ, բազում անգամներ խոսել եմ, հիմա էլ չեմ ձանձրանա, որ կրկնվեմ։ Ապաշխարությունը ինդիվիդուալ է, փրկությունը ինդիվիդուալ է։ Եթե իմ ամբողջ ընտանիքը ապաշխարի, իմ ամբողջ ազգուտակը ապաշխարի, ամբողջ Հայաստան երկիրը ապաշխարի, ես չապաշխարեմ, իմ մեղքերը չխոստովանեմ Հիսուս Քրիստոսի առջև, չընդունեմ իր զոհաբերությունը իմ մեղքերի թողության համար, ես դժոխք եմ գնալու։ Դու դժոխք ես գնալու, եթե դու անձնապես չապաշխարես եւ չզղջաս եւ չխոստովանես քո մեղքերը։ Եվ քո կնոջ անապաշխար վիճակը, եւ քո ամուսնու անապաշխար վիճակը, եւ քո ընտանիքի հետ դա քո փրկության հետ ընդհանրապես կապ չունի։ Քո փրկությունը դա քո խոստովանությունն է։
Եթե բոլորը խոստովանեն, բայց դու չխոստովանես, դու կորուստ ես գնալու, դժոխք ես գնալու, ծծումբի կրակներն ես գնալու։ Գիտեմ, այս նյութը ոչ մեկ չի սիրում, ոչ մեկ հանդիմանություն չի սիրում, ոչ մեկ չի սիրում, որ դժոխքից խոսան։ Երբ որ խոսք եմ ուղարկում, որ Տերը քեզ սիրում է, օրհնում է, բոլորը պատասխանում են, բայց երբ որ հանդիմանական խոսք եմ ուղարկում, լռությունը ոչ մեկին դուրս չի գալի։ Սիրելիներ, ըստե դուր գալու ու դուրս չգալու համար չեմ ես այս խոսքը փոխանցում։ Ես փոխանցում եմ փրկության համար։ Հիսուս Քրիստոս չխաչվեց, որ որևէ մեկին դուր գա։ Հիսուս Քրիստոս խաչվեց, որ ես ու դու փրկություն ունենանք, սիրելիս։ Հիսուս Քրիստոս չի խաղում մեզ հետ։ Դա ուղղակի ինչ որ շոու չէր, որ մենք կամ հավանենք կամ չհավանենք։ Սա ճշմարտություն է, սա մեր հոգիների փրկության համար է։ Ես աղաղակում եմ սրա մասին, ես խոսում եմ տարիներով, նույն մարդկանց սրտի դուռը թակում եմ, հասկացնելով, որ քո փրկությունը կախված է միայն քեզանից եւ ոչ մի մարդուց կախված չի։ Մի փնտրի ուրիշների մեջ խնդրեմ։ Քո խնդրեմը դու ես, քո անապաշխար վիճակն է, քո անհարթ վիճակն է, քո արարիչ Աստծո հետ։ Ուրիշները մեղավոր չեն, որ դու այդ մեղսալից վիճակի մեջ ես, որ դու այդ դժվար անիծյալ վիճակի մեջ ես, դու ես մեղավոր, որովհետև դու երես ես թեքել քո միակ փրկության ճանապարհից, որ Հիսուս Քրիստոսն է այդ փրկությունը։ Այսօր, եթե այս խոսքը ընդունում ես որպես Տիրոջ շուրթերից խոսք եւ ընդունում ես, որ այս խոսքը քեզ է վերաբերվում, այսօր արա այդ աղոթքը, այսօր դավանի ես խոսքերը, որը որ կարդացի քեզ համար, այսօր քո մեղքերը բեր Տիրոջ ոտքերի տակ եւ խոստովանի, որ դու մեղավոր ես եւ կանչի Հիսուս Քրիստոսի անունը եւ Տերն ասում է, ով որ կանչի իմ անունը, պիտի չկորչի, այլ հավիտենական կյանք ունի։ Արա այսօր այդ աղոթքը, մի պարզ աղոթք, որը քեզ դժոխքի ճիրաններից ու ծծումբի կրակներից կփոխադրի երկնային արքայություն։